Հայաստանը պետք է անի ամեն ինչ գերպետությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար։ Կփորձեմ ձևակերպում, միգուցե նոր ձևակերպում տալ տրիպի ծրագրի։ Դա հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունեն։ Եվ այս հետաքրքրությունը կապված է մենք հանգամանքի հետ, Իրան։ Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ։ Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները մեծապես կախված են Իսրայելի քաղաքականությունից։ Սա հենց այն դեպքն է, երբ Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհակահաղական խոշոր շահերի բախման կետում։ Հայաստանը այս ծրագրում իր 26%-ով ասենց ասեմ կարա միանա խուլ ու խամրերի միությանը աշխարհակահաղական։ Իդեպ բենզինի մասին Ադրբեջանը ունի մեկ նավթազտարան, մեկ գործարան մեծ։ Այդ գործարանը հազիվ է բավարարում Ադրբեջանի պահանջները։ Մեծ հարց է, թե բենզինը, որ այստեղ է եկել, դա ադրբեջանական բենզին է, թե ռուսական բենզին է։ Մենք երբեք ուրիշ տեղից զենք առնելու պրոբլեմ չենք ունեցել։ Պրոբլեմ չենք ունեցել։ Նաև այդպիսի գնումներ եղել են։ Ուղղակի Ռուսաստանի հետ գնային առումով մենք այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ ուղղակի մարդ հիմար պետք է լինի, որ գնա կրկնակի կամ եռակի ավելի թանկ նույն զինատեսակը առնի որևէ տեղ։ Դուք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը ինչպես եք հասկացել։ Ես հասկանում եմ աջակցություն այս քաղաքականությանը եւ ընդհանրապես ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Անցած ընտրություններին մասնակցել է, եթե չեմ սխալվում, 25 քաղաքական ուժ եւ դաշինք։ Հիմա հնարավորություն կա, օրինակ, որ մասնակցեն 8-10 ոչ ավել։ Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3 առավելագույնը 4 խոշոր բլոկներով։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստան դաշինքին, մենք վերջնական լուծում որոշում դեռ չունենք, բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով։ Հարցում ենք անելու սոցիոլոգիական հետազոտություն, փետրվարի սկիզբ, եւ այդ արդյունքներով որոշելու ենք, թե ով առաջնորդել։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ։ Ասես մի մեծ բեռից շատ մեծ բեռից կազատվեի, բայց տեսնենք ինչպես է լինելու։ Ու այս վիճակում ասենց զուտ պայքարից փախնելը կհամարեի ասենց դասարակություն։ Ես վերջապես 2008 թվականին որևէ պետական պաշտոն չպայեցի, չէ, ես թողել եմ գնացել, հեռացել եմ։ Եվ իմ կյանքի ամենից երջանիկ տարիները եղել են 2008-2018 թվական։ Ազատ մարդ, աշխատել եմ մի հսկայական ընկերությունում, մեծ գումար եմ վաստակել եւ ազատ պատասխանատվություն չեմ կրել ամեն ինչի համար։ Սա մի ուրիշ հաճույք էր մի մարդու համար, որը 88 թվականից մինչև 2008 թվականը միշտ ծանր փորձություններով անցնում էր, միշտ կրիզիսային, ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվություն էր իր վրա ստացնում։ Հիմա այն վիճակն է, որ եւս ճգնաժամային է, եւս պատասխանատվություն ստանալու կամ պատասխանատվությունից խուսափելու ընտրության առջև ես կանգնած։ Ես համարում եմ, որ ինձնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարա երկիրը հանել։ Եվ դրա համար եմ մասնակցել։ Մենք ներսում ենք նաև քննարկել ինչքան տվյալ դեպքում քիչ լինի ընդդիմադիր միավորների միջև հրաձգությունը ասես փոխադարձ, այնքան լավ է լինելու ընդհանուր արդյունքը։ Առաջինը կարծում եմ յուրաքանչյուր ընդդիմադիր ընտրությունների մասնակցող ուժ պետք է միանշանակ հայտարարի, որ որևէ համագործակցություն բացառում է ԿՊ-ի հետ։